Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ հետ խոսել այսօր մի կարևոր թեմայից, որը վերաբերվելու է տրանսպորտի բոյկոտին և այսօր տեղեկացել եմ մեկ բանի մասին, որ կարծում եմ բոլորս պետք է իմանանք, որում ինչպես տեղեկ եք փետրվարի 1-ից գները տրանսպորտի թանկացան, Մայր Հայաստան խմբակցություն դեռ դեկտեմբեր ամսվանից սկսեց իրազեկման ակցիաները տրանսպորտի թանկացման դեմ, կոչանելով բոյկոտել նրանց։ Վստահաբար կարող եմ ասել, որ բոյկոտը հաջողվել է, որովհետև եթե մենք տեսնում ենք փետրվարի 1-ից ամեն անգամ երկուշաբթի գործավարական նիստին Տիգրան Ավինյանի զեկուցված թվերը, ապա հասկանալի է դառնում, որ առնվազն 100-150 հոգի չի վճարում տրանսպորտից օգտվելիս և հնարավոր է ավելի շատ մարդ ուղղակի այդ թվերը այդքան ստվերային, օրինակ մինչև այդ միասնական համակարգին գալը, իրենք ասում են շաբաթական կա 300,000-ից ավել ուղևորություն և դա ստվերով, և երբ որ մենք բերենք միասնական համակարգը և ստվերը վերանա, թվերը կբարձրանան, սակայն մենք ունենք փաստ, որ փետրվարի առաջի շաբաթը առասարակ 201,000 էր կարծեմ, ու հետո մի քիչ գուցե բարձրացել է, բայց միևնույն է չի անցել այն շեմը, որ մենք կարողանանք ասել, որ բոյկոտը չի հաջողվել։ Հիմա ես կուզեմ խոսել մի օրենքի նախագծի մասին, որը բերվել է ազգային ժողով և ամսի 14-ին ՏՏԳՇ ազգային ժողովի նիստի ժամանակ քննարկվելու է։ Այս պահին դեռ ընդգրկված չէ այս գալիք Կարորիայի օրակարգ, բայց շատ հնարավոր է, որ դա տեղի ունենա։ Մինչ այս անընդհատ խոսվում էր օրենքի սանկցիաների մասին, որ մարդկանց կարող են տուգանել, և մենք անընդհատ մեր քաղաքացիներին ասում ենք, որ տվյալ պահին գործող օրենսդրությամբ տուգանքը մի շատ ծիծաղելի տուգանք է, այսինքն 300 դրամ է, դրա համար հաստատ մի վախեցեք ժողովուրդ ջան, և երկրորդ ամենակարևոր բանը, որ գործիքակազմը չկա ձեզ տուգանելու, այսինքն իրենք ոչ այդ աշխատողներին ունեն, ոչ այդ աշխատողները ունեն ճանապարհը ձեզ տուգանելու։ Ցավոք սրտի, որ դա ասում ենք ոչ միայն մեր քաղաքացիներն են լսում, այլ նաև գործող իշխանությունները, և Տիգրան Ավինյանը դիմել է իր թագավոր Նիկոլ Փաշինյանին, որը իր հերթին դիմի Ալեն Սիմոնյանին, որ ազգային ժողովում անցկացնեն այս չարաբաստիկ օրենքները, որոնցով որ սիրելի ժողովուրդ ձեզ տուգանելու են, այսինքն մի վարչապետ, որ ասում էր տուգանքի մատերիալ չի կարող լինել քաղաքացին, հենց հիմա իրանք ձեզ կրկին սարքում են տուգանքի մատերիալ։ Իրավական մասից խոսեմ, այս օրենքը ենթադրում է հետևյալը, իրենք անելու են երկու բան։ Առաջինը իրենք բարձրացնում են տուգանքի չափսը, այսինքն եթե այն ժամանակ եղել է կրկնակին տուգանքը, մինիմալ ամենաէժան ուղևորցի կրկնակին, այսինքն 150 դրամի կրկնակին 300 դրամ, հիմա տուգանքը դառնալու է 10,000 դրամ, այսինքն 66 անգամ մեկ տոմսի, կրկնակից բարձրացել են 66 անգամ, արդեն բոլորը սովոր են, որ գործող իշխանությունները թվերը բարձրացնելիս իրենք որևէ գրադուալ սիստեմ և սկզբունք չեն օգտագործում և նախընտրում են ուղղակի միանգամից շատ տուգանել սեփական ժողովրդին։ Երկրորդ կարևոր մասը, որը կուզեմ ասել տվյալ օրենքի փոփոխության մասին, կարող եմ ձեզ ցույց տալ, 3 օրենք է դրանով փոխվելու, կարող եք մտնել պարլամենտ են տեսնել, նախագծի կոդն է 1034 և փոփոխությունները տեղի ունենալու տեղական վճարների և տուրքերի մասին օրենքում, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում և ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում։ Առաջի հայացքից կարող է թվալ, որ ամենավտանգավորը ստեղային է, որ իրենք բարձրացնելու են տուգանքի գինը, բայց ոչ սիրելի հայրենակիցներ, ինչպես տեղեկ եք Մայր Հայաստան խմբակցությունը նախաձեռնել էր մեկ նախագիծ, որով որ մենք բերել ենք հակառակ օրինագիծը, այս կոնտր նախագիծը իրենց այս տրանսպորտի թանկացման որոշման, նրանք այդ նախագիծը մերժեցին, դրանից հետո մենք օգտվեցինք մեկ այլ գործիքակազմից, սկսեցինք ստորագրահավաք, որի արդյունքում օրենքի պահանջված 8200-ի տեղը մենք հավաքեցինք 17,000 ստորագրություն, և արդեն որպես քաղաքացիական նախաձեռնություն մուտք արեցինք այս կոնտր նախագիծը, արդեն ոչ թե մեր անունից, այլ ձեր անունից։ Ինչպես բոլորիդ հայտնի է, տվյալ նախագիծը իրենք մուտք արեցին օրակարգ օրենքով սահմանված ամենաուշ ժամկետում 4 ամիս հետո, և նիստը վարողը Արմեն Փամբոխջյան Ավինյանի տեղակալը կանոնակարգը խախտելով, հետո ինքն իրեն ուղղակի վերադարձավ, երբ որ ուզեց, ասեց քվորում չկա և հեռացավ, սակայն քվորումը ստուգելու մեխանիզմը ևս նախախտեց,
կա գրանցման կարգ, ըստ որի որ հետո կերևար, որն եղել է դե չէ։ Այո, քաղաքացիական պայմանագիրը իրավունք ուներ ֆորմալ առումով բոյկոտել տվյալ նախագիծը, բայց վարողը իրավունք չուներ ամբողջանի պես ուղղակի վեր գնալ եւ հետո վերադառնալ, ասել, գիտեք ինչ կա, քվորում չկա, ես գնացի։ Այստեղ իրենք կրկին ցույց են տալի պարլամենտարիզմի վրա իրենց թքած ունենալու կեցվածքը, այստեղ իրենք ցույց են տալի թափանցիկության հետ որևէ կապ չունենալու իրենց կեցվածքը եւ ամենակարևորը իրենք ցույց են տալի, որ իրենք որովե կերպ հաշվի չեն նստում սեփական ժողովրդի քաղաքական կամքի եւ քաղաքացիական դիրքորոշման հետ։ Մարդիկ իրացնում են իրենց համանդրական իրավունքը, մարդիկ դեմ են ապօրինի թանկացմանը։ Անդիմադիր միավորը բերեց կոնտրնախագծի համար կարող էին առնվազն մասնակցել, թեկուզ եթե մերժելու էին, բայց մասնակցեին եւ քննարկեին, բայց իրենք չքննարկեցին ինչու, որովհետեւ իրենք գիտեն, որ մենք ունենք բոլոր ապացույցները, որ իրենց հաշվարկները կեղծ են, եւ մենք ունենք բոլոր հիմնավորումները, որ իրենց իրավական հիմքերը թերի են։ Այդ իսկ պատճառով այս մարդիկ ուղղակի ճողոպրեցին փախան դահլիճից, բոյկոտելով մեր ձեր քաղաքացիական նախաձեռնությունը, բայց կրկին եմ ասում, նիստը վարողը նման իրավունք չուներ, նա խախտել է կանոնակարգը։ Հիմա տեսեք, այս ամեն ինչու պատմեցի, մենք պետք է բերեինք այս նախագիծը, որպեսզի քաղաքացիական նախաձեռնությունը արդեն մերժելուց հետո մենք վստահ ենք, որ քաղաքացիական պայմանագիրը չի ունենալու այդ դրական կեցվածքը եւ արժանապատիվ մոտեցումը սեփական ժողովրդի հանդեպ եւ մերժելու են, այսինքն քվեարկելու են դեմ։ Սակայն ինչ արեցին մեր զգլխիչ մտքի տեր իշխանությունները։ Իրենք ապօրինաբար լքեցին դահլիճը, նիստը վարողը, քաղաքացիական պայմանագիրը հանրապետության խմբակցությունները ուղղակի բոյկոտեցին տվյալ նախաձեռնություն, չքվեարկեցին, եւ մենք ունենք մի հատ իրավական կազուսային մի վիճակ, թե ինչ պետք է լինի, որտեղ իրենք պետք է քվեարկեին դեմ, մենք տանենք տեղական հանրակրվեի։ Հիմա տեսեք, այս մեկ փոփոխությամբ ժողովուրդ ջան, իրանք ձեզ թալանում են, այսինքն իրանք հիմա միանգամից տուգանքի գինեմ կրկնակից 66 անգամ բարձրացնում են։ Բայց մեկ այլ շատ մեծ խնդիր կա, որ իրանք այս մեկ այլ փոփոխությամբ տրանսպորտից օգտվելու վճարը սարքում են տեղական տուրք եւ վճար, այսինքն բերում են այս կատեգորիա բերելուց իրենք ինչ են արել, իրենք ոնց որ մեզանից խլեն մեր մյուս գործիքակազմի եւ մեխանիզմի օգտվելու հնարավորությունը, այսինքն եթե սա դառնում է տեղական տուրք եւ վճար, ապա ըստ Սահմանադրության տեղական հանրակրվեի չեն կարող մենք սա տանել։ Որն է եզրակացությունը։ Իրավական առումով Մայր Հայաստանը մենք ուսումնասիրենք դել եւ փորձենք գտնել ճանապարհները ինչպես պայքարել այս ապօրինի եւ ոչ բարեխիղճ իշխանությունների դեմ, որտեղ փաստացի մենք ունենք մի իրավիճակ, որտեղ օրենքի լեգիտիմություն եւ առասարակ իշխանությունների լեգիտիմությունը ել ավելի մեծ հարցականի տակ է դնում ամեն ինչ, որովհետեւ եթե պատկերացեք, մենք ունենք իբրև թե իրավական սոցիալական ժողովրդավար պետություն, ունենք իշխանություններ, ունենք ընդդիմություն, ունենք գործող օրենսդրություն։ Գործող օրենսդրության շրջանակներում իշխանությունները անում են քայլեր, ընդդիմությունը դրա դիմաց անում է իր քայլերը, որպեսզի հակազդի եւ պայքարի ապօրինության դեմ։ Գործող իշխանությունները բռնում են գործող օրենքը, փոփոխում են իրենց կոշիկի չափսով, որ իրենց հարմար լինի, այսինքն փաստացի ժողովուրդը ունի արտահայտած կամք, այդ ժողովրդի կողքին կանգնած է ընդդիմադիր սուբյեկտ Մայր Հայաստանի կեցվածքով, որը որ պատրաստ է իրավական քաղաքական աջակցությունը հայտնել եւ պայքարել այս ապօրինի թանկացման դեմ։ Եվ քաղաքային իշխանությունները արդեն իսկ համապետական իշխանությունները փոխանակ լսեն սեփական ժողովրդի կարծիքը, որտեղ վստահեցնում եմ ձեզ 17000 ձայնը զուտ 17000 ստորագրություն էր, որտեղ մեզ պետք է 8200, եթե մենք եւս մեկ ամիս շարունակենք, մենք ունենենք 100000 ստորագրություն։ Բոլորն են դեմ այս ապօրինի թանկացմանը։ Բայց քանի որ այս մարդիկ ժողովրդավարության հետ կապ չունեն, հայկական թասիբնամուսի հետ կապ չունեն, իրանք ուղղակի ուզում են ամեն կերպ ձեզ թալանել եւ բարելավել միայն իրենց անձնական կյանքը, իրենք օգտվելով նրանից, որ ունեն օրենսդիր մեծամասնություն ազգային ժողովում, բերում են իմը օրենքներ, որ ձեզ թալանեն, մեզ էլ թույլ չտան պաշտպանել ձեր իրավունքները։ Սա վստահեցնում եմ ձեզ, որ սխալ ոչ ժողովրդավար, ոչ իրավական պետության կեցվածք է։ Գործող օրենսդրության շրջանակներում մենք ունենք հավասար պայմաններ իշխանություն եւ ընդդիմություն, մենք պայքարում ենք, իրանք անում են մեկ քայլ, մենք անում ենք դրա կոնտրքայլը, օգտվելով գործող օրինական մեխանիզմների եւ գործիքակազմերից։ Իրանք ինչ են անում, իրանք անում են, ասում են, օքեյ, մեկը օրենքը մեր ձեռքում է, եթե ընդդիմությունը օգտվել է այս դրվագներից, ուղղակի եկեք օրենքը փոխենք, որ էլ չկայանա։
Սա ուղղակի ուզում եմ ձեզ տեղյակ պահել սրա մասին, ժողովուրդ ջան, հետագա մեր քայլերի մասին եւս ձեզ կտեղեկացնեմ, սա ավելի խոր իրավական ուսումնասիրություն է պահանջում, կրկին եմ ասում, ամսի 14-ին տեղի ունենալու ՏՏԳՇ հանձնաժողովի նիստը, որտեղ որ ԿՊ-ի падգամավորները ամեն կերպ կփորձեն արդարացնել այս նախագծերը, բայց իմացեք, սա անբարոյականություն է, ինչ որ իրենք անում են։ Զեկուցողը լինելու է ՏՏԳՇ փոխնախարարը, տարածքային կառավարման փոխնախարարը, ՏՏԳՇ հանձնաժողովի նիստին նա է զեկուցելու, սակայն եթե ուսումնասիրում եք փաստաթղթերը, այստեղ գրված է, որ օրենքի փոփոխությունը պատրաստել է քաղաքապետարանի աշխատակազմը, այսինքն Տիգրան Ավինյանն իր խմբակով ծեծել են Նիկոլի դուռը, ասել են Նիկոլ պապիկ, մենք չենք կարող, ընդդիմությունը մեզ մութ հանկյուն է բերել եւ մենք չենք կարող իրավական որևէ լուծում գտնել այս հարցին, խնդրում եմ մի հատ թուղթ տանք դուք որպես կառավարության նախաձեռնություն դա փոխանցեք Ալենին, որ Ալենն իր 60 քանի հրաշքներին պարտադրի, որ կողմ քվեարկեն, որպեսզի կարողանանք շարունակել թե ժողովրդին, թե ընդդիմությանը ենթարկել ռեպրեսիաների։ Եվ մեկ կարճ ռեպլիկ, այս ընթացքում անընդհատ մարդիկ որ հարցնում են ինչ կա բոյկոտից ելք փողոցներում չեք, սիրելի հայրենակիցներ, բոյկոտը շարունակվել է ուղիղ այնքան եւ շարունակվում է ուղիղ այնքան, ինչքան ժողովուրդը պատրաստ է բոյկոտել։ Մենք իբրև քաղաքական միավոր ձեզ տվել ենք իրավական եւ քաղաքական աջակցություն եւ դա չենք դադարեցրել։ Առ այսօր, երբ որ մենք ստանում ենք բողոքներ քաղաքացիներից այս կամ այն վարորդի լկտի կամ կոպիտ կամ ապօրինի պահվածքի վերաբերյալ մենք անում ենք համապատասխան քայլեր, ինչպես այն ժամանակ եմ ասել, այդպես էլ հիմա եմ ասում, դուք պետք է մեզ տակ տեսաձայնագրություններ։ Ուղղակի երբ որ գրում եք, գիտեք ինչ կա, այս ժողովուրդը սրիկա է, մենք չենք ասում, որ դուք ստում եք, բայց դա բավական չէ, որպեսզի մենք օգտվենք գործիքակազմերից։ Եվ երրորդ վերջնական մեջբերումը, որ կուզեի անել, նաև ցավոք սրտի նորմալ է ինձ համար, երբ որ ԿՊ-ն ասում է բոյկոտը ձախողվել է, բայց մենք տեսնում ենք, եթե իրանք նոր օրենքներ են բերում, փոխում, եթե մենք թվերն են գործավարականների տեսնում, մենք ակնհայտ գիտենք, որ բոյկոտը հաջողվել է։ Մեկ այլ բան է, որ իրենք անտեսում են այդ փաստը եւ համապատասխան բարեխիղճ քայլերը չեն անում։ Բայց շատ ավելի զարմանալի եւ տհաճ եւ տգեղ է, երբ տեսնում ենք, որ կան որոշ ընդդիմադիր, իրենց ամենայն դեպս իրենց ընդդիմադիր համարող շրջանակներ, ովքեր փորձում են քննադատել բոյկոտը, փորձում են մեզ ասել, թե պատասխանատվությունից ուզում են խուսափել, մարդկանց գցեցին փողոցները, հետո փախան։ Ոչ, մենք եղել ենք փողոցները ուղղ այնքան ժամանակ, ինչքան որ պետք է եղել, որովհետև մեր նպատակը եղել է իրականացնել իրազեկում։ Բոյկոտը արդեն ժողովրդի գործիքն է, եւ ժողովուրդը օգտվել է այդ գործիքից, բացեք գործավարական նիստերի թվերը եւ կհասկանա, որ բոյկոտը հաջողվել է։ Եվ այդ բոլոր շրջանակներից ուզեմ իմանալ, դուք ձեր քաղաքական գործունեության ընթացքում որևէ մի բան արած կաք, որի համար ձեր ժողովուրդը շնորհակալ է եղել եւ որի պատճառով իշխանությունները այնքան են խառնվել իրար, որ քաղաքապետը գնացել է դիմել է վարչապետին, վարչապետն է դիմել է այժմ նախագահին, որպեսզի 3 օրենք փոխեն, որպեսզի կարողանան պայքարել մեր եւ մեր ժողովրդի դեմ։ Լավ որ ձեզ բոլորիդ կհանդիպենք Երևանի փողոցներում, շնորհակալություն։